այդ ուժերը, որոնք որ այսօր ասում են նրանք պետք է չլինեն, նրանք պետք է չլինեին նաև 21 թվին։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ջանքեր գործադրեց, որպեսզի նրանք լուրջ դերակատարություն ունենան եւ պայքարը գնար այսպես, որ ձայն տանք Նիկոլ Փաշինյանին, հանկարծ Քոչարյանը հետ չգա։ Մենք գիտենք, չէ՞ որ Քոչարյանին ակտիվացնելու, այդ հրեշին արտնասնելու հարցում ինչպիսի ջանքեր գործադրեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եթե նույնիսկ ինքը ասում է, որ նրանք պետք է չլինեն, որովհետև մտածում է, որ հիմա Քոչարյանն էլ մոդա չի, Քոչարյանով չի կարող ժողովրդին վախացնի, այլ կերպարապետ, որով վախացնի, բայց միևնույն ժամանակ նաև էդ էլ ասում, այ տեսեք, նրանք պետք է չլինեն, թվում է թե, որովհետև մարդիկ հասկանում են, ասում են, էսի խաղեր է տալիս Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանին դաշտը ապահովելով, այսինքն ազգային ժողովում հայտնվեցին այդ երկուսի ուժերը որպես ընդդիմադիր ուժեր։ Հիմա էլ ասենք ինքը ասում, այ տեսեք, ես դեմ եմ իրանց, այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին տանել չեն կարողանում, կմտածեն իրայինադու գնանք նրանց ձայն տանք։ Այսինքն էլի ինքը նրանց կարիքը ունի, ուղղակի հարցադրման ձևն է փոխել, էլի, որովհետև ինքը շատ կուզենա, որ նրանք մասնակցեն, որովհետև եթե գաղափարական ուժեր մասնակցեն, դաշտ մտնեն, որը որ հիմա ասեն զբաղացրել են իրանց կռիվներով, ինքը ուղղակի խնդիր կունենա։ Հիմա իր համար իդեալական տարբերակը բանակը թալանել է, կես է կարել, վատ եք բանակցել, այ տեսեք ինչ է կարել, երկրի հետ ինչ է կարել, շատ հարմար թեմա է։ Իսկ մյուսներին ինչ է ասել, ինչու՞ մա մեղադրելու։ Եթե բանակ չեն թալանել կամ բանակցություններին չեն մասնակցել։